կառույցներ կարող եք այսպես ասած, գեներացնել, որպեսզի ճնշում գործադրվի եւ այդ ի վերջո 54 առնվազն ստորագրությունը պետք որ գործընթացը այսպես հաջողություն ունենա։ Շատ շնորհակալ եմ եւ հարցը շատ տեղին հարց էր, այո, ունեմ այդ տեղեկությունը, որովհետեւ ինձանից լավ տեղեկություն ունեցող մարդ դժվար թե լինի մեր երկրում, դա վերաբերվում է նաեւ ինպես մարդկանց, ովքեր ամենօրյա աշխատանքի մեջ են մեր ժողովրդի հետ։ Դա չի նշանակում, որ մենակ ես գիտեմ, բայց ինպես մարդիկ վստահաբար ունեն այդ տեղեկությունը եւ շոշափում են մեր ժողովրդի տրամադրությունները եւ այո վստահ եմ, որ մեզ կհաջողվի այդ փողոցը գեներացնել։ Այսինքն մարդիկ ձեր հետևից դուրս կգան փողոց, պարոն Համբարձումյան, իմ հարցը նաեւ դրան է վերաբերում, որովհետեւ գիտեք, ձեր տեխնացության շուրջ ինչպիսի քննարկումներ են գնում եւ տարբեր շրջանակներ ձեր իմիջը լավագույններից չեն համարում։ Մարդիկ դուրս կգան ձեր հետևից փողոց։ Դուք որպես պրոֆեսիոնալ մարդ պիտի կազմում են մարդու աշխատանքներին նայելով, մարդու անցած ճանապարհին նայելով եւ մարդու հետ, չգիտեմ, ինչ որ աշխատանք կատարելով։ Թե ինչ որ շրջանակներ ձեր ասած, ինչ լուրեր են տարածում, այդ բնավ ինչ չի ուզում։ Կարծում ամբողջությամբ պատասխանեցի։ Մասում շատ լավ տրամադրված են, այո։ Ոչ միայն Մասիսում, հարցը ուղղեցիք Մասիսին դրա համար։ Մասիսում Զվարթնոց օդանավակայան եկել ինչ էին ասում, ձեզ քաղաքացիները տեսա մոտենում են, խոսում են, ինչ էին ասում։ Տեսեք, ես աշխատել եմ այդ օրը քաղաքական հիմնականում քաղաքական թեմաներ չզրուցել, չխոսել, հարցը զրույց եմ տվել ձեզ ու վերջ։ Այդ օրվա թեման լրիվ այլ էր, խոսել ենք այդ օրվա թեմայից։ Դուք կոչով երբ եք պատրաստվում հանդես գալ, քանի որ շատերի կողմից սպասված է աշխատանք ենք տանում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ վստահաբար այդ ամեն ինչը լինելու ըստ մեր գրաֆիկի եւ ժամանակի, բերեք դետալներ կա, դրանց մեջ չմտնենք եւ ամեն ինչ չբացենք, էլի։ Պարոն Համբարձումյան, դրա ժամանակն էլ է գալու, դուք վստահ եմ իմանալու եք։ Պարոն Համբարձումյան, ձեր տեխնացության հետ կապված ԿՊ падգամավորները, մասնավորապես Նարեկ Գրիգորյանն, ասում էր, լսել եմ լավ քաղաքապետ է, ոնց որ որպես համայնքապետ լավն է, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչի պետք է մենք այս անվտանգային բարոյահոգեբանական վերելքը, որը ապահովել է Նիկոլ Փաշինյանը, կասեցնենք ուրիշին բերելով։ Դուք գալու եք կասեցնելու այդ վերելքները։ Մենք գալու ենք կասեցնելու այն գահավիժող ընթացքը, ինչը տեղի ունենում մեր երկրում, այս մեկ։ Երկրորդը մեր նպատակն է ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ, դրա համար շատ ինչ-որ շրջանակների ու մարդկանց մասին չեմ փորձում կարծիք հայտնել, որովհետև ես դրա կողմնակիցը չեմ, ես ուզում եմ, որ մեր երկրում վերջո վերականգնվի հասարակական համակեցության կանոնները, որովհետև դուք ինձանից լավ գիտեք, այսօր բոլորը իրար վիրավորում են, ինչ-որ ատում են, այս քաղաքական գործիչները ինչքան էլ ցավալի է, մեր իրականություն են բերել հանրային ինչ-որ հայոյանքի խոսույթը եւ այլն, ես սրան դեմ եմ, ես որպես հայ մարդ դեմ եմ այն խոսույթին, ինչը որ տարածում են ինչ-որ քաղաքական ուժեր, մարդկանց վիրավորելով կարծիքներ են ձևավորում եւ կարծում եմ, որ մենք գալիս ենք հենց այս կասեցնելու եւ վստահ եմ, որ ինչ որ մենք պլանավորել ենք, մենք մեր թիմը փուլ քայլ առ քայլ հասնելու ենք ավարտին։ Բայց առայժմ ձեզ չի հաջողվում ընդդիմադիր շրջանակներին ամբողջությամբ համախմբել ձեր շուրջը։ Ոնց է հաջողվելու լինել այդ մերանը ձեր ուզած մթնոլորտը։ Մի քիչ դա էլ է փոխաբերական չի հաջողվում։ Ես հասկանում եմ այս ստորագրությունների մասին է խոսքը, դրա համար ստորագրությունների հարցը պետք է տալ Հայաստան Դաշինք խմբակցության падգամավորին, թե որտեղ են իրանք ստորագրել, դրանից հետո ամեն ինչ բարձ է դառնալու։ Ես ամեն դեպքում այն ձևաթուղթը, որը պատրաստված է, հրապարակված է, ձևաթղթի տակ չկան այս ստորագրությունները, մնացածը իրանք պիտի պատասխանեն։ Գրասենյակում դրած է, հրապարակեցին իրենց էջում, ասին այս մենք ունենք մեր ստորագրությունը դրած է։ Ուզում եմ, որ մեր հասարակությունն էլ իմանա, որ երեք Հայկը Մամիջանյան հստակ ներկայացրել է ձևաթուղթը եւ բացատրել է շատ մանրակրկիտ, որ պիտի ստորագրությունները դրված լինեն այս ձևաթղթի տակ։ Այդ շատ հավանական է վաղը մեկ ուրիշ խմբակցություններ ինչ որ թուղթ ստորագրի, ինչ որ միտեղ դնի, ասի ստորագրած թղթեր ունենք, այդպես չի լինում ժողովուրդ ջան։
Այլ խմբակցությունների մասին, պարոն Համբարձումյան, այս ընթացքում ԿՊ-ից եղել են կուլիսային ինչ-որ Տեսեք, առաջարկներ հանդիպումների, գուցե ասել են ձեզ վստահում ենք, մի բան արեք, փրկվենք։ Ես մարտավարական սխալ թույլ տված կլինեմ, որ ձեր հարցին պատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ վերաբերում է փողոց գեներացներին, չեք կարծում հիմա գյուղացին իր գործերով է զբաղված, իսկ մայրաքաղաքում հանգստի են արդեն պատրաստվում, արդյոք եթե ամառը տեղի ունենա փողոցային պայքարը, կհավաքվեն Տեսեք, մենք այդ հաշվարկները հստակ կանենք եւ կարծում եմ ճիշտ կողմնորոշվենք, որ պահին այդ փողոցը գեներացնենք եւ այո, Դուբայ գնացողներին էլ բարի հանգիստ իրենց ամեն ինչ կհաշվարկենք, նոր մեր քայլերը կկատարենք։ Շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ։